հասարակական քաղաքական ներկայացուցիչների հետ։ Պարոն Շահնազարյան, նախ այս դատական պրոցեսների վերաբերյալ տեսնում ենք դատական համակարգը բավականին ծանրաբեռնված է նմանատիպ գործերով, հայցերով, միջնորդություններով։ Ինչ համատեքստում եք նախ դիտարկում, որովհետև իշխանությունները պնդում են, որ ամենևին քաղաքական համատեքստ չկա։ Դե իհարկե իշխանությունների պնդումները ամբողջությամբ հիմնազուրկ են, ակնհայտ է, որ այս իշխանությունը պատրաստում է հերթական անգամ իշխանությունը զավթելուն եւ դրա շրջանակներում ըստ էության նրանք աշխատում են բոլոր այն ուժային կենտրոնների դեմ, ովքեր կարող են հասարակություն կոնսոլիդացնել, ովքեր կարող են իրական սպառնալիք դառնալ իրենց իշխանության համար։ Թիրախները ընտրված են իմ կարծիքով բավական ճիշտ եւ հետեւականորեն աշխատում են անսպասելի գործերով, մտածածին գործերով, որոնց միակ նպատակը 2026 թվականի ընտրությունների նախապատրաստումն է։ Այս պահին դեռ դա է։ Հետագայում իհարկե նորից օգտագործել քաղաքական հետապնդումների ինստիտուտը ըստ էության փորձում են պահպանել բևեռվածությունը հասարակության մեջ, իսկ դա այն պղտոր ջուրն է, որտեղ Նիկոլը կարող է լավ աշխատել եւ կարողանում է լավ ձուկ որսալ։ Դրա համար սա իհարկե քաղաքական հետապնդում է ոչ միայն Սերժ Սարգսյանի պարագայում, նաեւ Բագրատ Սրբազանի պարագայում, նաեւ Սամվել Կարապետյանի պարագայում եւ բազում այլ գործընթացներ, որոնց մենք ականատես ենք լինում, որոնց հիմքում իրավական ոչինչ չկա, հետեւաբար կարելի ասել դատաները զբաղված են ոչ թե քրեական գործերով, այլ զբաղված են քաղաքական պատվեր կատարելով։ Պարոն Մելիքյանազարյան, տեսակ, որ ամեն դեպքում այսպիսի պրոցեսներով հնարավոր լինում է կասեցնել ընդդիմության տարբեր պրոցեսներ, տարբեր գործողություններ, ինչ անել, ինչպես եք տեսնում հեռանկարը, եթե Փաշինյանը իր թիմակիցները շարունակում են անզիջում պայքար մղել տարբեր հանրային շրջանակների, այդ թվում Այրաթոռի դեմ։ Ես կարծում եմ, որ լուծումները շատ ակնհայտ են։ Պետք է կոնսոլիդացնել հնարավոր բոլոր ռեսուրսները, ընդդիմադիր բոլոր ռեսուրսները եւ համատեղ ուժերով հասնել իշխանափոխության։ Գործիքն էլ առաջադրված է եւ խորհրդարանում է impeachment-ը, այսինքն այլ տարբերակ չկա։ Հակառակ պարագայում մենք տեսնում ենք, որ իշխանությունը զբաղվում է ընտրություն կեղծելով, արդեն իսկ այսօր կեղծվում են այդ ընտրությունները, որովհետեւ այն ուժերը, որոնք պետք է նաեւ պատրաստվեն, հիմա փաստացի դատարաններում են անդադ լինում եւ որևէ աշխատանք այդ ուղղությամբ արդյունավետ իրականացնելու հնարավորություն չկա, էլ չեմ ասում, որ այլ բազմաթիվ զարգացումներ, օրինակ ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալություններ, հետապնդումներ եւ այլն, ընտրություն է կեղծում։ Դրա համար impeachment-ը ակտուալ է, շատ ակտուալ է եւ ակտուալ է լինելու դեռ երկար ժամանակ։ Դրա համար ասում եմ, լուծումը միայն մեկն է, մենք չենք կարող անդադ այս դատարանի դիմացից մյուսը գնալ եւ այլն։ Պետք է կոնսոլիդացիա արվի, պետք է վերջապես այդ օրակարգը, որը արդեն միավորել է խորհրդարանական ընդդիմությանը, երկրորդ շունչը ստանա եւ ձևավորի փողոցային պայքար։ Այլ տարբերակ չկա։ Այս համատեքստում Փաշինյանը ընդդիմադիր այս տարբեր հայտարարություններին հակակշռում է սեփական օրակարգը, խաղաղության այսպես կոչված օրակարգը, օրերս էլ բարբերաբար տեսանագրառումներով հայտնեցին, որ այդ խաղաղությունն արդեն եկել է ռուսական ցորենի տեսքով, շուտով ղազախական ցորենի տեսքով։ Հավատում եք այս խաղաղության տեսական լինելու, իրատեսական լինելու։ Նաեւ այն որ խաղաղություն չկա, սա միանշանակ է։ Մեր երկիրը դեռ գտնվում է պատերազմական իրավիճակում, ավելին մեր երկիրը գտնվում է նոր կորուստների եւ նոր զիջումների նախաշեմին։ Վստահ եմ բոլորի համար գաղտնիք չեմ բացի, որ կան դեռ տարածքային զիջումների հարցեր, օրակարգում, որը այսպես կոչված սահմանազատման գործընթացի տեսքով պետք է իրականացվեն։ Ակտուալ է Զանգեզուրի միջանցքի հարցը, որը փորձում են այլ անվան փաթեթավորել եւ վաճառել Հայաստան եւ ի վերջո մենք տեսնում ենք, որ հանցագործները, մեր ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած ադրբեջանցիները, նրանք ովքեր բլոկադայի են ենթարկել Արցախը եւ սովամահ փորձել անել մեր հայրենակիցներին, նաեւ ինչ որ չափով հաջողությունների հասել այդ ճանապարհով, այսօր նրանք ամենաբարձր մակարդակով ընդունելության են արժանանում Հայաստանում։ Հիմա ես որ խաղաղության հավատամ, այն որ Ռուսաստանից ցորենը Ադրբեջանի տարածքով է գալիս, թե այն որ Հայաստանից ցորեն Արցախ հնարավոր չէ ուղարկել եւ դա անում էին նույն մարդիկ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ունի իր խնդիրները, իրենք հետևողականորեն գնում են այդ խնդիրները լուծելու ճանապարհով եւ այդ խնդիրները լուծում են ի հաշիվ եւ ի վնաս մեր անվտանգության։ Դրա համար դա խաղաղություն չի, դա մի բան է, որ այսօր փորձում են խաբելով ներկայացնել հանրության, այն հանրության, որը դավաճանվել է պատերազմում եւ
օբյեկտիվ շատ պատճառներով այո ուզում է լսել խաղաղության մասին, ուզում է որ այդ դժոխքը անցյալում մնա, ինչի մեջով որ մենք անցանք դավաճանության պատճառով, եւ դա աշխատացում է որպես զուտ քարոզչական գործիք։ Իսկ իրական խաղաղության մասին խոսել չկա, իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը ցավոք սրտի։ Այսինքն իրենց նպատակները, որպեսզի չլինի Սևան, լինի Գյուղջա, որպեսզի ադրբեջանցիները բնակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ որպեսզի այնինչ կմնա Հայաստանից, եթե ինչ-որ բաներ մնա, ամբողջությամբ վերահսկելի եւ կառավարելի լինի Բաքվի կողմից։ Շնորհակալություն։